Անտալիայի հանդիպումներին անդրադառնանք, ձեր այսպես գնահատականն եմ ուզում լսել նախ Բայրամով Միրզոյան, այսպես ասած, հայտարարությունների, ոմանք ասացին, որ բանավեճի հետ կապված հայկական կողմի փաստարկները սահմանադրության հետ կապված եւ ադրբեջանական կողմի հայտարարությունները դուք ինչպես եք գնահատում, արդյոք նույն ձևով է Ադրբեջանը ամեն անգամ փորձում տարբեր հարթակներում իր ցանկությունները հայտնել, թե այս անգամ դուք ինչ-որ նոր բան տեսաք նրանց հայտարարություններում։ Նոր բան չտեսա, կողմերը իրենց դիրքորոշումները հայտնեցին, մեր դիրքորոշումները հայտնի են աղուց։ Սահմանադրության փոփոխության պահանջն են հիմնականում նշում, որ պետք է փոխվի սրա վերաբերյալ ինչ կասեք, թե արդեն հայկական կողմը ասել է, որ մինչև 2026 թվականը նոր սահմանադրության տեքստը պետք է պատրաստվի։ Ես ինչու նախ մի այդ երկու հանգամանքները իրար հետ մի նշեք, որտեղ ընդհանրապես կապ չունեն, երկրորդն էլ դրա հետ կապված որևէ ասելիք չունեն, որտեղ ինքներդ հաղում արեցիք Անտալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում պարոն Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարարի մասնակցությամբ տեղ ունեցած քննարկմանը, որտեղ պարոն Միրզոյանը շատ հստակ եւ աներկբա ներկայացել է մեր դիրքորոշումը ձեր նշած հարցի շուրջ։ Եվ ձեր եւ թուրք բանագնացի հանդիպման անդրադառնանք պարոն Ռուբինյան, ինչ գլխավորապես ինչ հարցերի շուրջ է եղել զրույցը։ Եվ ավելին Քալաչայի հարցազրույցում նշել էր, որ սա բանակցություն չէ, այլ կարգավորման ուղղակի գործընթաց, կողմերը քննարկումներ անում։ Արդյոք որևէ հստակ քայլ կա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։ Թուրքիայի ներկայացուցիչի հետ քննարկել են կարգավորման գործընթացը իր ամբողջ սպեկտրով, այսինքն բոլոր պայմանավորվածությունները, որը այս ընթացքում ձեռք ենք բերել, քննարկել ենք դրանց իրագործումը, ինչպես գիտեք, մի մասը իրագործված է, մի մասը իրագործված չէ, որոշ գործընթացներ կան անի պատմական կամուրջի վերականգնման շուրջ, վերջերս հանդիպում է տեղի ունեցել տեխնիկական մասնագետների Ստամբուլում դրա վերաբերյալ եւ այս սպեկտրն են։ Իսկ Մարգարայի սահմանը անցակետ է բացելու հետ կապ։ Դա այն պայմանավորվածությունն է, որի կատարման համար մենք մեր կողմից մեր անելիքը արել ենք եւ սպասում ենք, որպեսզի թուրքական կողմը կատարի պայմանավորվածությունը։ Այդ հետաձգումը ինչով է պայմանավորված, բացատրություն կար։ Նորություն չկա այդ հարցում։ Որևէ ձևով չբացատրեց ՔԼՉ, թե Այդ ինչու։ հարցում նորություն չկա։ Պարոն Ռուբինյան, եւ սահմանը կբացվի երրորդ երկրների Դրա մասին էի խոսում։ Ներկայացուցիչների միջև կա հստակ պայմանավորվածություն, որևէ հարց։ Հենց նոր է եղել այդ հարցին պատասխանում, որ դա այն պայմանավորվածություններից մեկն է, որը մինչ այս պահը չի կատարվել եւ Հայաստանի մեղքով չէ, որ դա չի կատարվել, որտեղ ինչպես հիշում եք Հայաստանը վերանորոգեց Մարգարայի անցակետը եւ ամեն ինչ պատրաստ է այդ պայմանավորվածությունը իրագործելուն եւ սպասում ենք, որպեսզի Թուրքիան կատարի այդ պայմանավորվածությունը։ Պարոն Ռուբինյան, արդյոք Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորված է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Ես կարող եմ ասել ինչ է պնդում Հայաստանը պնդում է, որ Հայաստանը պատրաստ է հենց վաղ ունենալ Լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի, դրանից զատել, ինչպես գիտեք, Հայաստան-Ադրբեջան կառավարության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ մենք պատրաստ ենք օր առաջ ստորագրել այդ համաձայնագիրը, այսինքն վարչապետը պատրաստ է դա անել եւ մենք առաջարկել ենք Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ դրա ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ։ Բայց Ադրբեջանը որևէ արձագանք մինչ այս պահը չի տվել, ինչով է պայմանավորում այդ ցկցկումը զուգահեռ գրակոծներ է անում սահմանը։ Ինձ թվում է կարիք չկա ես ասեմ ինչով են պայմանավորում, բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանը աշխարհի ամենակառուցողական երկիրը չէ։ Մեր դիրքորոշումը ես հայտնեցի, մնացածը արդեն Ադրբեջանի դաշտում է։